Իհարկե։ Պարոն Քոչարյան, նույն բանը արեցինք, խիկ կրակեցիք մեր վրա։ Վայ, ոնց, չեք հիշացնեմ, իսկ դուք Գորքլոյանին ճանաչում եք։ Գիտեք, որ իր երեխան համտեր մեծացավ ձեր պատճառով։ Ես զարմանում եմ, դուք ոնց եք մարդկանց մեջ, դուք ոնց եք ման գալիս։ Ես գիտեմ ես ահավոր մեղք եմ, որ դուք հիմա ասում եմ լավա կարած դուսկան, բա խի գնդակը հարեցնես։ Հինգ անգամ քեզ գնդակը հարել է։ Մեկ տական, ուր ես մեկել վաղ։ Ժորժան, մոտ եկեք, ըմբռնումով մոտեցեք։ Այս իշխանության ջղա ձգումներին, այս նորմալ է, առաջկա օրերին ավելի թեժ է լինելով, ըմբռնումով մոտեցեք, երկրի ղեկին հայտնվել է մի խուլիգան, պարզ ասես մարդկանց է լարում են, ուղարկում են, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, բայց թույլ չենք տալու այս չարիքը, որպեսզի նորից վերարտադրվի։ Ճիշտ եմ ասում։ Միասին! Ժորժան, իրականում մենք փորձելու ենք, այս օրերին եղել ենք ու Հայաստանի ցանկացած բնակավայր մտնենք, մենք մտնելու ենք այսպես պարզ մարդկային ձեր բոլորի հետ խոսելու ենք։ Իրավիճակը շատ պարզ է եւ հստակ։ Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնվել է մի մարդ, ով ամեն անգամ այս մեքենան քշում այն-որ մի հատ ձորից ընկնումացած, տանում խփում է ինչ-որ պատի, դուրս է գալի մի հատ իրան թափա տալի, ասում է կներեք, սովորաբար այդ մեքենայի մեջի մարդիկ, ժողովուրդը վնասում է, մահանում է, իրան ոչ մի բան չի լինում։ Հետո էլի նստում այդ մեքենայի ղեկին, ասում է ժողովուրդ, օգնեք նստեմ, շարունակեմ էլի խփել պատին, գցել ձորին, ու այս մեր պետականությունը, որ այրան գնով, երկար ընդմիջումներից հետո մեր ժողովուրդը ձեռք է բերել, փորձում են տանել կործանման։ Մեր ասածը ձեզ հետևյալն է, օգնեք ազատվենք այս տեսակից, այս չարիքից, երկրին բերենք կայունություն, հանգստություն, անվտանգություն, բարգավաճում, արժանապատվություն ու գնանք առաջ։ Եվ դրա հնարավորությունը կա, այդ հնարավորությունը հունիսի 7-ին, համար 17-ին։ Շնորհակալ եմ։ Ես կցանկանայի